Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կայուն խաղաղությանը, անկախության օրվա առթիվ Ադրբեջանի նախագահին հղած նամակում ԱՄՆ նախագահը նշել է, ողջևորված են խաղաղության համաձայնագիրն առաջ մղելու ջանքերով սահմանազատման գործընթացով 2026 թվականի հունվարին 4 հայգերիների ազատ արձակմամբ Հայաստան վառելիքի մատակարարումներով, ինչպես նաեւ երկու երկրների քաղաքասարակությունները միավորող խաղաղության կամուրջ նախաձեռնությամբ։ Թրամփն ընդգծել է, որ անհամբերությամբ սպասում է առաջիկա տարիներին ռազմավարական գործընկերության ամրապնդմանը։ Ալիևին նամակ է հղել նաև Ֆրանսիայի նախագահը Էմանուել Մակրոնը պատրաստակամություն է հայտնել շարունակելու երկկողմ հարաբերությունների կարգավորման աշխատանքները։ Նա վերահաստատել է Փարիզի աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերջնականացմանը։ Դա նոր էջ կբացի տարածաշրջանի ժողովուրդների բարեկեցության համար, եզրափակել է Մակրոնը։ Ոչ ոք չի կարող ստիպել Հայաստանին մնալ ԵԱՏՄ-ում, սակայն պարզաբանումներ պետք է լինեն, հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակը։ Դմիտրի Պեսկովը հավելել է, Հայաստանի եվրոինտեգրման մտադրությունը ամրագրված է օրենքով։ Նրա խոսքով դա ըստ էության արդեն իրավաբանորեն պարտավորեցնում է Հայաստանի կառավարությանը եւ պետական մարմիններին կենտրոնանալ եվրոինտեգրման վրա։ Սակայն դա անհամատեղելի է ԵԱՏՄ-ին անդամակցության հետ, կրկնել է Պեսկովը։ Հայաստանը դիվիդենտներ է ստանում ԵԱՏՄ-ին անդամակցությունից, հայերը պետք է որոշեն արդյոք Եվրամիությունը կարող է նույնը ապահովել, ասել է ռուս պաշտոնյան։ Կրեմլի խոսնակը հավելել է, որ ԵԱՏՄ նիստերի օրակարգը բարդ է լինելու նրա ձևակերպմամբ Հայաստանի հետ կապված իրավիճակի պատճառով։ Խոսելով ԵԱՏՄ առաջիկա նիստի մասին, նա նշել է, որ Հայաստանը շարունակում է մնալ կառույցի անդամ եւ աշխատանքային մակարդակով կմասնակցի հանդիպմանը։ Երկրի բարձրագույն ղեկավարությունը զբաղված է ընտրարշավով, մենք դա հասկանում ենք, ընդգծել է Կրեմլի խոսնակը։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էլ տեղեկացրել է, որ Ղազախստանում կայանալիք գագաթնաժողովում կքննարկեն Հայաստանի կողմից եվրոպական չափանիշներին եւ կանոնակարգերին անցնելու հնարավոր ռիսկերը։ Սակայն նիստի շրջանակում Հայաստանի դեմ սահմանափակող միջոցառումներ չեն ընդունվելու։ Հայաստանը կատարում է ԵԱՏՄ-ի շրջանակում իր պարտավորությունները եւ երբեք չի խախտել միության կանոնները։ Հասկանալով ԵԱՏՄ-ի առավելությունները, Հայաստանը չի շտապում դուրս գալ, սակայն նրա քաղաքական կուրսը հակասում է միության գաղափարներին, հավելել է Օվերչուկը։ Միևնույն ժամանակ ռուսական կողմը չի բացառում, որ միակողմանիորեն կդադարեցնի գազի, նավթի եւ վառելիքի վերաբերյալ համաձայնագրերը, եթե Հայաստանը շարունակի եվրոինտեգրման գործընթացը։ Ուկրաինական ԶԼՄ-ները հայտնում են, որ Վոլոդիմիր Զելենսկին նամակ է հղել Դոնալդ Թրամփին եւ ԱՄՆ կոնգրեսին, ահազանգելով Ուկրաինայում հոբ համակարգերի պակասի մասին։ Նամակում նշվում է, որ երկրի զինված ուժերը հաջողությունների են հասել ԱԹՍ-ների չեզոքացման ոլորտում, սակայն բալիստիկ հրթիռներից պաշտպանության հարցում գրեթե ամբողջությամբ կախված են ԱՄՆ-ից։ Նաեւ ընդգծվում է, որ Եվրոպայի միջոցով ամերիկյան զենքի մատակարարման տեմպերը չեն համապատասխանում Կիևի կարիքներին։ Ըստ ուկրաինական մամուլի, Զելենսկին պատրաստակամություն է հայտնել Պատրիոտ համակարգեր գնել, նաեւ ԱՄՆ-ի եւ եվրոպացի դաշնակիցների հետ համատեղ արտադրություն սկսել։ Նախագահի խոսքով տեղեկություններ ունեն, որ Ռուսաստանը պատրաստվում է նոր լայնածավալ գործողություններ սկսել։ Զելենսկին նաև զրուցել է Եվրահանձնաժողովի նախագահի հետ, հիմնականում քննարկվել են Ուկրաինայի օդային պաշտպանությունը եւ հակահրթիռային պաշտպանության համակարգերի հարցը։ Իրանը եւ Միացյալ Նահանգները դեռևս համաձայնության չեն եկել Հորմուզի նեղուցի վերաբացման հարցում, հայտնել է Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը։ Քանի դեռ չենք համաձայնել բոլոր հարցերի շուրջ, նշանակում է չենք համաձայնել ոչնչի շուրջ, շեշտել է Ալի Բաղերի Քանին։ Թեհրանից նաեւ մեղադրել են ԱՄՆ-ին հրադադարի ռեժիմը խախտելու եւ իրանական առևտրային նավերի վրա հարձակվելու համար։ ԱԳՆ-ն նշել է, որ դա տեղի է ունենում դիվանագիտական գործընթացներին զուգահեռ, ինչն ապացուցում է, որ Վաշինգտոնին բարդ է վստահել։ ԻՀՊԿ-ն էլ նախազգուշացրել է, որ ռազմածովային ուժերը գտնվում են մարտական պատրաստության վիճակում եւ անհրաժեշտության դեպքում կոչնչացնեն ամերիկյան նավերը։ Դիանա Գասպարյան, լուրեր։